Պատրաստ լինեք ասեք։ Ուղիղ եթերում ենք, բանդում։ Խանդարակյան ամսի 26-ին փաստորեն արդեն հայտնի կդառնա ձեր միջնորդությունը հիմք կընդունվի, թե կմերժվի։ Սպասելիքներ, ակնկալիքներ ունեք դատարանի որոշումից։ Գիտեք, ես դատական նիստին էլ ասացի, որ ուղղակի չեմ պատկերացնում ինչ էլ ավելի ամուր հիմք պետք է լինի հայցային վաղեմության կիրառման համար, քան տվյալ կադաստրային գործի ամբողջական նյութերը դատախազությանը հասանելի լինել, այսինքն մենք ունենք իրավիճակ, երբ X պահի ամբողջ կադաստրային գործի նյութերը հասանելի են եղել դատախազությանը եւ դրանից հետո հայցը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի խախտման։ Պարզապես ավելի ամուր հիմք, էլ ինչ պետք է լինի, ինչ-որ մեկը պետք է հայցադիմումի նախագիծ ներկայացներ դատախազությանը, որպեսզի մենք կարողանանք պնդել, որ դատախազությանը հայտնի էին հայց հարուցելու հիմքերը։ Բնականաբար ոչ, եւ այդ կադաստրային գործի ամբողջական նյութերի հասանելիությունը պնդում ենք, որ պետք է հիմք լինի հայցային վաղեմության կիրառման համար եւ այստեղ մենք պնդում ենք հայցի ամբողջական մերժում, այսինքն ոչ թե առանձին պահանջի մասով, այլ բոլոր պահանջների մասով։ Ես ճիշտ հասկացա դատավորի խոսքից, եթե ձեր միջնորդությունը ընդունի, գործը վերաքննության է գնալու, ոչ թե կարճվելու է, կասեցվելու է։ Տեսեք, հայցային վաղեմության կիրառումը ինքը հայցի մերժման հիմք է, առանց գործի վեճի ըստ էության լուծման փաստերին անդրադառնալու, բայց հայցի մերժման հիմք է, այսինքն կայացվում է դեպքում վճիռ հայցը մերժելու մասին, որը այո ընդհանուր կարգով ենթակա է բողոքարկման։ Այդտեղ որևէ առանձնահատկություն չկա։ Պանդարակյան, ըստ էության դատախազությունը հավելյալ ապացույցներ չէր բերել, այս անգամ էլ չէր բերել։ Դատավորը ձեզ արդյոք հաշվի կառնի այս հանգամանքը, որ էլ որևէ ապացույց հավելյալ չկա, կա այն ինչ որ կա։ Դե այստեղ հարցը ոչ այնքան հավելյալ ներկայացնելու կամ չներկայացնելու մեջ է, այլ եղածի դիրքորոշումը ըստ էության պարզ էր դատախազության, իրենք ինչ են ասում, որ մենք այդ կադաստրային գործը այո ուսումնասիրության շրջանակներում ունեցել ենք, բայց կոնկրետ այս հայցը ներկայացնելու համար 1-2 տարի անց հիշել ենք եւ հարցումներ ենք արել ինչ որ ազգային արխիվին, այլ մարմիններին եւ այդ հարցումներն են հիմք հանդիսացել, որպեսզի մենք ներկայացնենք հայց։ Սա իհարկե իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ մենք հստակ տեսնում ենք նաեւ մամուլի հաղորդագրություններից, որ պարզապես ակնհայտորեն եղել է հենց Սևանի ափամերձ տարածքների հետ կապված հատուկ հանձնարարական եւ ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլ նաեւ անձանց պատկանող գույքերի հետ կապված որոշակի փուլում գրեթե միաժամանակ սկսեցին հայցեր ներկայացվել, այսինքն դա պարզապես նոր հանձնարարականի մասին է, բնականաբար դատախազը չէր կարող ասել, որ հայցային վաղեմություն կիրառեք այդ հանձնարարականի պահից։ Սա է ամբողջ խնդիրը։ Պանդարակյան, մեկ ճշտում եմ, այսինքն որոշման մասին դուք գրավոր եք տեղեկանալու։ Դա պետք է հրապարակվի, այո, ենթադրում եմ դատալեքսում կարող է հրապարակվել, նաև իհարկե բնականաբար պետք է ուղարկվի կողմերին։ Ձեր նշած հանձնարարական այդ պատճառը, որ դատախազը դատական նիստում չէր կարողանում ըստ էության պատասխանել դատավորի այն հարցին, թե ինչու այդ ձեր նշած փաստաթղթերի շրջանակներում դատախազությունը չէր կարողացել ձևավորել իր դիրքորոշումը։ Դե բնականաբար այդ միջնորդությունից մեր ուժեղ փաստարկից խուսափելու փորձեր պետք է աներ դատախազության ներկայացուցիչը իր դիրքորոշումը հիմնավորելու համար, կրկնեմ, դա իրենք բնականաբար արդեն հայց ներկայացնելիս էլ հասկացել են, կանխատեսել են եւ այդ լրացուցիչ հարցումներ կատարելով ազգային արխիվին, այլ մարմիններին փորձել են հիմքեր ստեղծել հետագայում այս արդեն փուլում պնդելու, որ հայցային վաղեմությունը սկսվել է ոչ թե կադաստրային գործի նյութերի հասանելիության պահից, այլ այդ հարցումների պատասխանները ստանալու պահից։ Բայց այդ հարցումների պատասխանները ըստ էության իրենց առանձնապես նոր բան չեն ասել համեմատած նրա հետ, ինչ իրենք արդեն գիտեն կադաստրային գործից։ Շնորհակալություն։